Նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դարձել է 75,000 դրամ, աճելով 7,000 դրամ ընդամենը, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը դրանից գրեթե կրկնակի անգամ ավելի բարձր աճ է ունեցել։ Հիմա կառավարության ծրագրով 2021-26 թվականների նախատեսված էր նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ, այս պահին 75,000 դրամ է։ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան Հայաստանը վավերացրել է 2004 թվականի մարտի 1-ին, 22 տարի առաջ, եւ այս խարտիայի նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրով երկրների համար հստակ պարտավորություն է նախատեսված, որ նվազագույն աշխատավարձը պետք է լինի միջին աշխատավարձի 40%-ը։ Այս պահին միջին աշխատավարձի նախորդ տարվա, այսինքն 2025-ի տվյալներով միջին աշխատավարձի 31%-ն է եւ ցավոք սրտի գնալով նվազում է, որտեղ դեկտեմբեր ամսվա տվյալներով էլ ընդամենը միջինի 25%-ն էր։ Նախատեսում եք արդյոք նվազագույն աշխատավարձի բարձրացում, որի հետ կապված նաեւ մեր օրենսդրությամբ կապ կա բազային աշխատավարձի հետ քաղցարայողների, հետեւաբար նաեւ եթե այդպիսի բարձրացում լինելու է, պետք է բարձրանա քաղցարայողների բազային աշխատավարձը։